Ես որ զրուցում եմ եղբայր, ոստիկանները բժով են իրույթ են, թե գիտեն նախկին աշխատողն ֆոնդ են, իրասնակալով Սակ դրամադրվածությունը փոխի, սարն ես, դուրս չի գալի Կասեք ինչ իրավիճակ է Արագածում եւ այստեղից ահազանգեր էին հնչում կուտակումների վերաբերյալ Անի ջան, առավոտնից Ցույցել կտակ ընտրատեղամասը որն է, էլի այստեղ Հա, Անի ջան, ուրեմն առավոտնից իրավիճակը լարված է անցնում ընտրատեղամասը մի քիչ այն կողմա մենք հիմա դուրս ենք եկել շրջիկ որ կուտակումները նկատենք Առավոտնից արձանագրել ենք մի քանի հոգու ուղղորդողներ, որոնցից մեկը եղել է Պնդաչակատ Լևոն անունով մի քաղաքացի, Ջանով դրբով։ Խնդրել ենք, հասկացրել ենք, հետևել ենք մի քանի մի 10-15 րոպե հետևել ենք, որ տեսնենք հանգարց այդ մարդուն սխալ չենք մոտիկանում, չէ, պարզվեց, որ այդ մարդը ինչ-որ առաքելություն ունի այստեղ կատարելու։ Մոտեցել ենք, հորդորել ենք, խնդրել ենք, եղբայր հեռացի, քո ներկայությամբ այստեղ քաղաքացիները հանձնաժողովի մյուս անդամները եւ վստահվածանցիկ մտավախություն ունեն ուղղորդման։ Դե մենք գիտենք, որ դա արդեն ուղղորդման նպատակ էր, բայց քանի որ նրան ուզեցանք հանգիստ ձևով ասենք, Պնդաչակատորին չէր ուզում հեռանալ։ Ստիպված եղանք ոստիկանների դիմենք։ Ոստիկաններից մեկ քանիսը հրաժարվեցին մեզ օգնել, ասեցին, թե 50 մետրից ավել մենք իրավունք չունենք գործառույթ իրականացնենք։ Եղբայր, ասին չես անում, ցավը տանեմ։ Քո գյուղն է, իմ գյուղը չի որ կեղտոտում է, սա անելու բանը կոֆեի ամանը շպրտում ես գետի մեջ։ Քո գյուղն է, ցավը տամ, իմ էլ հայրենիքն է, իմ սիրտը ցավում է, դու ստեղ ապրում ես, քո սիրտը չի ցավում։ Էս են, սա է մեր հայրենիքը, սա է Նիկոլի Հայաստանը, սա է։ Ուրեմն առավոտնից խնդրեցինք, ոստիկանները սկզբից որոշեցին, որ չեն մոտենալու, հետո որ զգուշացրեցին, որ ներքին անվտանգություն կհազանգեմ եւ առավոտյան այս իրավիճակը անպայման կհանդեմ համապատասխան պատկան Այստեղ ոստիկանները եկել էին, կարծես թե չնայած ասում են ուժեղացված ծառայություն չի, բայց այստեղ նաև բայց փող ոստիկանապետն էր այստեղ Թե ինչ ասեց, ես իմ աչքի տեսածն եմ ասում, հետո նոր խնդրեցի, ասի չասեմ, որ 51 մետրենյան հանցագործություն տեղի ունենա, չպետք է խարդվեք։ Եթե դու եք չես կարող խարդվել, մեկ ուրիշ վերակարգեր, ասեք թող մոտենան։ Ես որպես քաղաքացի չեմ ուզում բախումների տանեմ։ Նոր ոստիկանների միջոցով մոտեցել են, թե հրաչի տղա Լևոնին իմ աչքի առաջ ոստիկանները տարել են։ Նոր բացահայտեցինք, որ այս բիսեդկայում են հիմնական հավաքվում, մեկ է դիմացի մայթը խնդրում եմ նկարագրել, հիմա այս պահին չկան կուտակումներ, բայց ֆոտոներն ունենք, իշ մեծ կուտակումներ էր այստեղ, ընտրողը հելնում ընտրատեղամասը չի գնում, գալիս է այստեղ, ես սպասում եմ, որ ավտոներով մեկ ուրիշներին բերեն, ցանկացածին ով գալիս էր, այդ ընթացքում գալիս էին, մոտենում էին, շփվում էին, բայց դա շփում չէր, հասկանում եք, դա ուղղորդում էր, ըստ մեզ Եվ հիմա այս պահին փառք ասում, մի քիչ խախանդա, 10-28 դրա տեղամասում է, առավոտ մի փոքր լարված էր, հիմա խախանդա։ Ընթացքում մնացածը տեղը կպայենք, Անի ջան, լավ եղեք։ Հարգելի